Գաղտնիք չէ, որ հիվանդանոցներում որևէ ծառայության համար սահմանված գնից բացի կան նաև հավելյալ ծախսեր։ Առողջապահության նախարարությունը վերջին մի քանի ամսում աշխատանքներ է տարել այս ոլորտում, որի արդյունքում յուրաքանչյուր ծառայության համար գներ են սահմանվել։ Հստակ գնացուցակ սահմանելու առաջնային նպատակը ոլորտում առկա ստվերային շրջանառությունը վերացնելն է։ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի խոսքով այսպիսի հրամանի անհրաժեշտությունը կար, քանի որ մինչ այդ գործնականում բուժհաստատությունն էր որոշում, թե որ ծառայության համար ինչքան պետք է վճարվի։ Քաղաքացին այցելելով բժշկական հաստատություն տեսնելու է այն իրական գինը, որ ինքը վճարելու է իր բուժման համար, բայց հիվանդանոցները իրենց բնույթից, ծախսատարությունից, օգտագործող դեղորայքից ելնելով կարող են այս կամ այն ձևով ավել կամ պակաս սահմանել, բավականաչափ մեծ չափեր կա, որոնք որ կարան դրանց միջև որոշեն, թե նվազագույնի եւ առավելագույնի միջև բավականաչափ չափը մեծ է։ Սուրեն Քրմոյանի խոսքով մինչ գնացուցակ սահմանելը նախարարությունում ուսումնասիրել են հանրապետության բուժհաստատություններում տրամադրվող ծառայությունների գները, որից հետո էլ կազմվել է ցուցակը։ Դա չի նշանակում, որ մենք խառնվելու ենք հիվանդանոցի տնտեսվարման մեջ ամբողջ ծավալով, այսինքն մեզ ավելի շատ հետաքրքրում է նվազագույն գներից, որպեսզի պակաս չլինի այդ գները, որպեսզի ստվերային շրջանառությունը բացառվի հիվանդանոցում։ Տարբերությունը մենք թողել ենք տնտեսվարողին, հիվանդանոցներին այս դեպքում, որպեսզի հիվանդանոցները կարողանան իրենց ծախսերից ելնելով որոշել։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն Արամ Ինասյանի խոսքով իրենց հիվանդանոցում հրամանից հետո գնացուցակում մի քանի փոփոխություն են արել։ Այնտեղ բացառությամբ 2 թե 3 կամ 4 ամենաշատը հիվանդություններից մնացած բոլորը կային, որ մեզ մոտ ավելի բարձր էր, կային, որ հավասար էր։ Առանձին գներ են սահմանվել նաև Երևանի եւ մարզերի համար, քանի որ գնացուցակը կազմելիս հաշվի առնվել նաև տրամադրվող ծառայությունների որակը։ Շուկայական գները չեն փոխվել, ուզում եմ նշեմ եւս մեկ անգամ։ Մարդը ինչքան որ վճարում էր, այդքան էլ վճարելու է, որևէ թանկացում չի լինելու։ Ուղղակի այդ գումարը ինքը վճարելու է օրինական դաշտում։ Առաջիկայում նախարարությունում նախատեսում են գնային նվազագույն եւ առավելագույն շեմեր ստեղծել նաեւ դեղերի շուկայում։ Ուսումնասիրվելու է գների կարգավորման եվրոպական փորձը, որի հիման վրա էլ կարգավորվելու է մեր շուկան։